Ազգային և եկեղեցական մեր սիրելի բարերարին, այս գեղեցիկ կարիթով հայրենիքի մեջ ևս մի հաստատություն հիմնելու և այդ հաստատության մեջ նոր գործ, նոր աշխատանք և նոր արդյունքներ ունենալու համար և պիտի խնդրեմ, որ բոլորս միասին աղոթենք, որ այս արդյունքները բազմանան և գան ծառայելու մեր ժողովրդին, մեր ազգին, մեր հայրենիքին։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես Սե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես հերկինս և հերկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց սպարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ բրկյազ մեզի չարև, Զիքոյի արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Կարող ենք տապահարել։ Առաջնային շատին որ անցյալ տարվա գինիներից ես փորձել եմ շատ լավ No. Ahora la voy a mostrar, buscando la cosa de... Marcelo
Մենք հերթական անգամ ականատեսն ենք մեր ազգի մեծ բարերարի գործունեությամբ եւ այսօր Արմավիրի մարզում այս գործանի բացումը շատ մեծ նշանակություն է ունենալու մեր գինեգործության զարգացման համար։ Առաջինը որ նոր ուրեմն մշակույթ է մտնում գինեգործության ոլորտում, որովհետև անցյալ տարի իրենց փորձնական նմուշները, երբ որ մենք համտեսեցինք եւ միջազգային բոլոր մրցանակաբաշխություններում սա ստուգման ենթարկվեց, լավագույն գինին է համարվում, չի զիջում իրեն որակով ֆրանսիական գինիներին, եւ ես համոզված եմ, որ սա նոր լիցք է հաղորդելու մեր գինեգործության առումով եւ առողջ մրցունակություն է լինելու գինեգործության ոլորտում, որովհետեւ մենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեսուրսներ ունենք եւ այդ առումով սա նորություն է մեր երկրի համար։ Դեռ Հայաստանում այդ նմանատիպ գործաներելի բացվելու են առաջիկայում եւ մրցությունը մեծանալու է եւ մենք քանակով ճիշտ է այդքան մեծ քանակներ չենք արտադրում, բայց որակի առումով մրցունակ չենք միջազգային շուկայում, իսկ այս գործանի արտադրանքը միջազգային շուկայում մրցունակություն է ապահովելու եւ հայկական գինին մեր ճանաչում է գտնելու միջազգային շուկայում։ Հիմա մենք Հայաստանում մշակում ենք խաղաղագործության զարգացման, կապված գինեգործության զարգացման ռազմավարության հետ, որովհետև գինեգործությունը մեր հանրապետության համար կարևոր ոլորտ է եւ գինեգործությունը մենք պետք է զարգացնենք։ Այսօրվա մակարդակը որ կա, մեզ չի բավարարում եւ մենք մեծ գործ պետք է կատարենք անձինս ուրեմն գինեգործության վիճակագործության այդ շղթան այս կազմակերպությունում այս շղթան ապահովում է արտադրությունից մինչև վերամշակում եւ արտահանում։ Այնպես որ սա շատ կարևոր է մեզ համար եւ կառավարություն այո մենք փորձի փոխանակման կարգով նաեւ ֆերմերային տնտեսություններին ենք բերում այստեղ եւ ծանոթացնում ենք տեխնոլոգիաներին մշակության խաղողի։ Եվ վաղ միսօր մենք պետք է գինեգործությունը ցուցադրենք, որպեսզի իմանան, որովհետեւ միջազգային ճանաչում ունեցող գինեգործներ են աշխատելու այստեղ։ Խելոք մարդիկ գյուղատնտեսության ոլորտում են ներդրում կատարում, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհում պարենային ապահովության հարցը սուր է դրված եւ տեսնում ենք, որ միջազգային շուկայում գների հանգացման տենդենս կա։ Այդ առումով ուրեմն գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալները մեծանում են։ Ես պետք է ազնվությամբ ասեմ, որ մեզ մոտ էլ արդեն վերջին 1-2 տարում նկատվում է աշխուժություն եւ մարդիկ ձգտում են գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարել, որովհետեւ այս այն ապրանքատեսակներ, պարենային ապրանքները միշտ պահանջարկ ունենալու են, դեռևս պահանջարկը ավելանալու է, այսինքն առաջարկը ավելի քիչ է լինելու, քան պահանջարկը։ Դրա համար միշտ այս ոլորտը հետաքրքիր է բոլորի համար։